Բարև բոլորին, ոնց եք դուք? Այսօր ես ձեզ ցույց եմ տալու ամենալավ մեթոդը, որ գիտեմ, որպեսզի կարողանաք արմատավորել գրեթե ցանկացած բույսի կտրոն, որ ունեք տանը կամ այգում։ Եվ երբ ասում եմ ցանկացած, նկատի ունեմ հենց ցանկացածը։ Սա մի մեթոդ է, որի մասին գրեթե ոչ ոք չի խոսում, բայց որն ամբողջովին տրամաբանական է։ Եվ ամենալավն այն է, որ ձեզ պետք չի հատուկ արմատավորիչ օգտագործել։ Ոչ հևոսպի ջուր, ոչ էլ ինչ-որ տարօրինակ խառնուրդ։ Այն ինչ մենք անելու ենք, դա իդեալական պայմաններ ստեղծելն է, որպեսզի կտրոնները ինքնուրույն արմատներ տան։ Եթե հետո ցանկանաք օգտագործել արմատավորիչ, հիանալի է, դա կօգնի արագացնել գործընթացը։ Բայց այս մեթոդը աշխատում է միայն ջրով եւ հարմար է ռոզմարինի, լավանդայի, յասամանի, անանուխի, սալվիայի, պոտոսի, վարդերի, թզենու, լոլիկի, կիտրոնի, նարնջի համար, գրեթե անվերջ ցանկի համար։ Այսօր մենք օգտագործելու ենք մոտ 5 կամ 6 լիտրանոց մեծ ջրի շիշ, այն տիպիկ շշերից, որոնք գնում են սուպերմարկետից։ Որոշ շրջաններում այստեղ դրան ասում են կարավ, մեծ շիշ կամ պարզապես ջրի շիշ։ Կարևորն այն է, որ այն թափանցիկ լինի եւ հեշտ կտրվող։ Շատ մարդիկ ինձնից ավելի պարզ մեթոդ էին խնդրում, քան այն բազմացման համակարգը, որը ցույց էի տվել մեկ այլ տեսանյութում։ Այսպիսով այսօր ձեզ եմ ներկայացնում այս ավելի փոքր եւ հարմար տարբերակը, որը կատարյալ է տանը պատրաստելու համար օգտագործելով այն նյութերը, որոնք բոլորս ունենք ձեռքի տակ։ Առաջի հերթին պետք է շշի ներքևի մասում ստեղծենք փոքր ջրամբար, մոտ 6 սանտիմետր բարձրությամբ։ Կարևորը հիմքում անցքեր չանել, որովհետեւ դա մեր ջրի պաշարն է լինելու։ Այդ ջրամբարի վերևում թողնելու ենք եւս 6-ից 8 սանտիմետր տարածք սուբստրատի համար։ Կողքից հենց այդ 6 սանտիմետրի բարձրության վրա փոքր անցք ենք անում։ Այս փոքրիկ անցքը կծառայի, որպեսզի ավելորդ ջուրը դուրս գա եւ օդը շրջանառվի։ Մենք չենք ուզում, որ ջուրը հասնի վերև, որովհետեւ դա կարող է փչացնել կտրոնները։ Հիմա շշի վերին մասը կտրում ենք, բայց ամբողջությամբ չենք առանձնացնում։ Մենք ուզում ենք, որ այն մնա որպես կափարիչ, որը միացված է մի կողմից ինչպես պտուտակ, որպեսզի հեշտությամբ բացենք ու փակենք։ Եթե նախապես նշեք կտրելու գիծը մարկերով, ավելի մաքուր կստացվի։ Պտուտակով կափարիչը չենք օգտագործելու։ Ուզում ենք, որ ներսը լավ շնչի։ Սուբստրատի համար կարող եք օգտագործել գետի ավազ, որը ամենահարմարն է, որովհետև լավ է ջրաթափվում եւ աղեր չի պարունակում։ Եթե միայն ծովի ավազ ունեք, կարող եք այն օգտագործել, բայց մի քանի անգամ լվացեք, որ աղը դուրս գա։ Կարող եք նաև օգտագործել պերլիտ, վերմիկուլիտ կամ կտրոնների համար նախատեսված խառնուրդ։ Այս տարբերակներից ցանկացածը հիանալի է աշխատում։ Երբ ավազը լցնենք ներս, կողքի փոքր անցքը փակում ենք բամբակի կտորով, պարզապես որպեսզի ավազը դուրս չգա։ Հիմա բամբակը տեղադրում ենք եւ նույն ավազի օգնությամբ այն դնում ենք իր իդեալական դիրքում։ Հետո ավազի մնացած մասը լցնում ենք մինչև այն չափը, որը նախկինում նշել էինք։ Բամբակը թույլ է տալիս, որ ջուրն ու օդը շրջանառվեն, բայց կանխում է, որ սուբստրատը դուրս գա։ Այնուհետև հատակը լցնում ենք ջրով, մինչև որ այն սկսի դուրս գալ այդ կողքի անցքից։ Այդ պահին արդեն կիմանանք, որ ջրի մակարդակը հենց այնտեղ է, որտեղ ուզում ենք։ Համոզվեք, որ անցքը չի խցանվում, որովհետև եթե փակվի, ներսը չափազանց կլցվի եւ կտրոնները կարող են փտել։ Հիմա անցնենք կտրոններին։ Այս դեպքում ես օգտագործելու եմ ռոզմարին, որը ամենահարմար բույսերից մեկն է սկսելու համար։ Կտրոնի իդեալական չափը կլինի մոտ 10-ից 15 սանտիմետր երկարությամբ։ Պետք չէ, որ այն հաստը լինի մատիտի պես։ Բավական է, որ լինի առողջ կիսափայտացած ճյուղ, ոչ շատ կանաչ, ոչ էլ շատ կոշտ։ Հեռացնում ենք տերևները ներքևի հատվածից, թողնելով միայն վերևի տերևները։ Եթե ցանկանում եք, կարող եք մի փոքր բնական ալոյե վերայի գել քսել կտրվածքի հիմքին, քանի որ դա օգնում է վերքը փակել եւ կանխում է վարակները, բայց պարտադիր չէ։ Այնուհետև կտրոնը խրում ենք ավազի մեջ առանց շշի հատակին հասնելու։ Հիշեք, որ վերջին 6 սանտիմետրերում ջուր կա, այնպես որ կտրոնը պետք է մնա հենց անցքի մակարդակից վերև, այն հատվածում, որտեղ ավազը խոնավ է, բայց ջրով լցված չէ։ Այս համակարգը գործում է կապիլարության շնորհիվ։ Հատակի ջուրը աստիճանաբար բարձրանում է ավազի միջով, պահելով խոնավության մշտական եւ իդեալական մակարդակ, որպեսզի կտրոնները սկսեն արմատներ տալ առանց փտելու։ Կան երկու կարևոր կետեր, որոնք չպետք է մոռանաք։ Նախ երբեք թույլ մի տվեք, որ հատակի ջուրը չորանա։ Ժամանակ առ ժամանակ ստուգեք ու անհրաժեշտության դեպքում լցրեք։
Եվ երկրորդը՝ մի օգտագործեք օրգանական արմատավորիչներ, օրինակ ոսպի ջուր, բրնձի ջուր կամ նմանատիպ այլ բաներ, որովհետև ջրահեռացման բացակայության դեպքում շատ արագ սունկ կկուտակվի։ Եթե ցանկանում եք, կարող եք օգտագործել հեղուկ արմատավորիչ, բայց երբեք օրգանական, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան։ Բացի այդ, պետք է շշը տեղադրեք լուսավոր վայրում, բայց առանց ուղիղ ալևի ճառագայթների օրվա կենտրոնական ժամերին։ Առավոտյան կամ մայրամոտին կարելի է թույլ տալ, որ մի փոքր արև ընկնի, բայց կեսօրին ավելի լավ է խուսափել դրանից, որովհետև ներսը շատ է տաքանում եւ բառացիորեն կարող եք եփել ձեր կտրոնները։ Եթե ապրում եք շատ տաք վայրում, ամենալավը կափարիչը բաց թողնելն է, ինչպես սովորական ծաղկամանների դեպքում։ Եթե կլիման մեղմա կամ զով, կարող եք փակ պահել շշի կափարիչը խոնավությունը ավելի լավ պահպանելու համար։ Նույնիսկ կարող եք մի փոքրիկ քար դնել վերևում, որպեսզի կափարիչը ամբողջությամբ չփակվի։ Այս համակարգի գաղտնիքը ճիշտ ջերմաստիճանն ու խոնավությունը պահպանելն է։ Մեզ անհրաժեշտ է միջավայր, որտեղ խոնավությունը 80-ից 90% է, իսկ ջերմաստիճանը մոտ 20 աստիճան Ցելսիուս, այսինքն մոտ 68 Ֆարենհայթ։ Պետք չէ լինել ճշգրիտ կամ ունենալ ջերմաչափ։ Պարզապես պետք է շիշը դնել լավ լուսավորված, տաք եւ քամուց պաշտպանված տեղում։ Կարևորն այն է, որ ավազը երբեք ամբողջությամբ չչորանա եւ որ կտրոնը լինի կայուն միջավայրում։ Եվ հիմա գալիս է ամենակարևորը՝ համբերությունը։ Մի հանեք կտրոնները ամեն մի քանի օրը մեկ տեսնելու համար արդյոք արմատներ են տվել։ Եթե դա անեք, կպոտրեք նոր արմատները եւ կտրոնը կտուժի։ Թողեք դրանք հանգիստ առնվազն 1 ամիս, նույնիսկ 2 կամ 3 եթե ցուրտ է։ Քանի դեռ տեսնում եք, որ վերևի տերևները դեռ կանաչ են, ամեն ինչ լավ է։ Երբ վերջապես արմատներ տան, կարող եք հանգիստ փոխադրել դրանք հող։ Իդեպ, ավարտելուց առաջ ուզում եմ խորհուրդ տամ մի բան, որ միշտ օգտագործում ենք մեր ալիքում եւ հիանալի արդյունք է տալիս բնական հակասնկային միջոց, որը շատ հեշտ է պատրաստել եւ իդեալական է կտրոնների վրա սնկերի առաջացումը կանխելու համար։ Ձեզ պետք է միայն 1 լիտր ջուր եւ մի պտղունց աղացած դարչին։ Գործընթացը շատ պարզ է։ Դարչինը լցնում ենք 1 լիտր ջրի մեջ եւ լավ խառնում, մինչեւ ամբողջությամբ լուծվի, առանց գնդիկների։ Հետո խառնուրդը անցկացնում ենք մաքուր շորով կամ բարակ ֆիլտրով, որպեսզի հեռացնենք ցանկացած փոշու մնացորդ, որը կարող է փակել ցողիչը, եւ վերջ, մեր բնական հակասնկային միջոցը պատրաստ է։ Այն ցողում ենք ցողիչով անմիջապես կտրոնների վրա յուրաքանչյուր 3-ից 5 օրը մեկ, որպեսզի դրանք պաշտպանված լինեն սնկերից եւ բակտերիաներից։ Այս փոքրիկ քայլը շատ է օգնում կտրոնները առողջ պահելու համար, կանխում է բորբոսի առաջացումը եւ զգալիորեն բարձրացնում է արմատավորման տոկոսը։ Եվ վերջ, արդեն պատրաստ է։ Մի պարզ ջրի շշով եւ մի քիչ ավազով կարող եք պատրաստել տնային փոքրիկ կտրոնների արմատավորման սարք մի տեսակ ինքնաջրովող ծաղկաման կտրոնների համար։ Այս համակարգով կարող եք բազմացնել ռոզմարին, լավանդան, սալվիան, յասամանը, անանուխը, վարդերը, թզդենին, լոլիկը, ցիտրուսայինները։ Գրեթե այն ամենը, ինչ ցանկանում եք։ Սա պարզ, մատչելի եւ շատ արդյունավետ մեթոդ է։ Բացի այդ, քանի որ փոքր է, կարող եք հեշտությամբ տեղափոխել եւ վերահսկել խոնավությունը առանց դժվարության։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը սեղմ եք հավանել, բաժանորդագրվեք ալիքին եւ մեկնաբանություններում գրեք, թե որ բույսն եք առաջինը փորձելու։ Շատ հատուկ ողջույններ ամբողջ Լատինական Ամերիկային, որ մեզ շատ է հետևում, եւ իհարկե բոլոր իսպանացիներին ու ամբողջ աշխարհին։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում եւ թող ձեր կտրոնները շատ լավ աճեն։